Քանի որ խոսվում է 1.5 տարի ժամկետային զինծառայությունը փոփոխության ենթարկելու եւ այս պահին 24 ամիս ծառայող զինծառայողների միջև տարբերության կամ անհամաչափության մասին ես կարևոր եմ համարում նշել, որ 25 թվականին մենք կատարել ենք եւս մեկ օրենսդրական փոփոխություն, որով գործող զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալ 21-ից մինչև 30 օր արձակուրդ։ Սա նշանակում է, որ դա կբաշխվի համամասնորեն իրենց ծառայության մեջ, եթե նախկինում ծառայողների համար խոսքը 2 տարուն է վերաբերում, արդեն այս տարի զորակոչվածների համար այն կտարածվի 1.5 տարվա նկատմամբ, այն է սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար 30 օր, այսինքն պատկերացրեք միջինը ամեն 6 ամսվա մեջ 10 օր զինծառայող կարողանա գնալ արձակուրդ եւ 21 օր այլ զորամասերի համար, այսպես կոչված թիկունքային զորամասերի համար։ Եվ այս համատեքստում պիտի կարևորեմ մի այլ փոփոխություն, որը հանրության ուշադրության չի ներկայացվել կամ չի հայտնվել ուշադրության կենտրոնում։ Հիմա դահլիճում գտնվողները, նրանց հարազատները, ովքեր նախկինում ծառայել են, կհիշեն, որ երթման արարողության ժամանակ ինչի միջով են անցել զինծառայողը եւ նրանց ծնողները։ Սկսած X քաղաքում ծանոթ գտնել, բարեկամ գտնել, հյուրանոց վարձել, զրուցարան վարձել, այսպես կոչված բիսեդկա, եթե խոսքը վերաբերում է ամառային ժամանակաշրջանին։ Էլ չեմ ասում մեքենաների վրա, կհիշեք, մեքենաների կապոտների վրա փռում էին զինծառայողներին, ծնողները ինչ կարողանային փորձում էին երեխուն հյուրասիրել լավ բաներ, բնական է, որ ծնողը 40 օրվա կամ 1 ամսվա կամ 2 ամսվա ընթացքում երեխուն չտենալու պարագայում ինչ որ էմոցիաներ ունի, փորձում է ամեն կերպ, մանավանդ որ զինծառայողը նախկինում որքան էլ որ սա վաթենչի, ասոցացվել է սոված լինելու հետ։ Ինչը հիմա այդպիսի բան չկա, ես հստակ կարող եմ ասել, կարող է ծնողների, քանի որ մայրիկի պատրաստածը չի, ձեր մոտ նման էմոցիաներ կան, բայց իրականությունը մեծապես տարբերվում է հիմա, բայց մենք ինչ ենք արել, օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա 2 օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ։ Կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում, սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։ Հարգելի գործընկերներ, ամենավերջում ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը եւ դրա հետևանքով սպանությունների դեպքերին, ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Սա իրականում հենց այդպես էլ պիտի լինի, բայց մեզ համար ուրախալի այն առումով, որ վիճակագրությունը եւ համեմատությունը նրա մասին է, որ ցավոք մենք նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր, չեմ ուսումնասիրել երրորդ հանրապետության ամբողջ շրջանը, բայց կարող եմ ասել, որ թերևս նման տարիներ գուցե չեն արձանագրվել նախկինում։ Եվ սա շատ ուրախալի փաստ եմ համարում։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։